ես չեմ ուզում դեռ գնահատական տամ մի մարդու, որը միայն փողոցային ցույցերի հեղինակ է եղել եւ պարզ չէ թե նա ինչ քաղաքական գործիչ է, բայց տեսնելով նրա հայտարարությունները եւ հետեւությունները անելով նրա խոսքից, ես հասկանում եմ, որ որպես հայ մարդ նա անգրագետ է, տագետ է։ Ինձ վիրավորում է, որ այսօր նաեւ ես Facebook-ում հանդիպեցի դա, շատ մարդիկ դիտարկում են Պապ Թագավորին որպես հայոց նշանավոր ուրեմն գործիչներից մեկը, թագավորներից մեկը եւ հատկապես հերոսացնում են նրան։ Եվ գիտեք ինչ, 26 տարի է ես ապրում եմ Միացյալ Նահանգներում եւ ես թողեցի իմ հանգիստ կյանքը, իջա Լոս Անջելեսի հանրային գրադարան, որովհետեւ իմ ձեռքի տակ ես չունեմ, եւ գտա Ղազար Փարպեցո անգլերեն հրատարակությունը պատմության եւ թարգմանեցի այն ձեզ համար, սիրելիներս, որպեսզի դուք տգիտության մեջ չմնաք, անհարմար է։ Չի կարելի այսքան հայհոյել հայազգի սրբությունները։ Ահա, Ղազար Փարպեցի գիրք 4-ից 5, գլուխ 22։ Երբ այս թագավորը նորածին երեխա էր, նրա պիղծ մայրը Փառանձեմը նրան նվիրաբերեց դևերին, որի պատճառով նրա հետույքը պարունակում էր դևեր, եւ նա գործում էր դրան համաձայն, եւ ահա երբ նա կատարում էր կախարդական ծես, դևերը երևում էին նրան։ Ամեն մի մարդ անգամ կարողանում էր տեսնել այս դևերին իրենց սեփական աչքերով։ Ամեն առավոտ, երբ մարդիկ գնում էին նրան բարի լույս ցանկանալու, տեսնում էին Պապ Թագավորի մարմնի վրայով սողացող օձեր, նստած նրա կրծքին, խճճված նրա ուսերին, եւ բոլորը սարսափած դիտում էին այս տեսարանը եւ վախենում էին նրան մոտ գնալ, իսկ թագավորը դիմելով ներկաներին ասում էր. «Մի վախեցեք, սրանք իմն են»։ Դևերը ունեին իրենց հյուսած բները նրա վրա, որոնց նաեւ տեսնում էին բոլորը, սակայն երբ պատրիարք Ներսեսը կամ Երանելի Խադն էին այցելում թագավորին, նրա դևերը անհետանում էին։ Պապ Թագավորը ապրում էր պղծության մեջ, նա իրեն կին էր դարձնում եւ տալիս էր իր մարմինը պղծվելու շատերից։ Եվ ահա նաեւ նա ընտրում էր երիտասարդների եւ նրանց էր ինքը կին դարձնում։ Եվ շատ հաճախ էլ նա կենակցում էր, սեռական կենակցություն էր ունենում անասունների հետ։ Եվ այսպիսով իր ամբողջ կյանքում նա ղեկավարվում էր դևերից։ Գլուխ 23։ Երանելի Ներսես մեծը հետևողաբար նախատում էր նրան եւ թույլ չէր տալիս Պապին թագավորին մտնելու անգամ եկեղեցի, որից հետո Պապ Թագավորը մեծ ատելություն էր ցույց տալիս սրբին եւ մտածում էր սպանել նրան։ Սակայն բյուզանդական կայսեր վախից նա դա չէր կարող անել բացահայտ։ Գլուխ 24։ Ահա Պապը հրավիրեց Երանելուն մեկ անգամ իր պալատ եւ հյուրասիրեց նրան գինով ու ուտելիքով, սակայն նա խառնել էր գինու հետ մահացու թույն։ Երբ Երանելի Ներսեսը խմեց գինին, նա իսկույն հասկացավ կատարվածը, ապա խոսեց այսպես. «Օրհնյալ է մեր Տերը, ով արժանացրեց ինձ խմելու այս բաժակից, որը ես երազել եմ անել դեռ փոքրուց։ Դու լինելով թագավոր, չէիր կարող այս դավադրության փոխարեն հրամայել մեկին սպանել ինձ։ Բայց թող Տերը ների քեզ այնինչ արեցիր ինձ հետ»։ Գիրք 5-րդ գլուխ 24։ Ապա Երանելի Ներսեսը վեր կացավ եւ քայլեց դեպի իր եկեղեցին, հայոց նախարարների, Մուշեղ Սպարապետի եւ հայր Մարտպետի հետ։ Երբ նա հասավ իր կացարանը,
բարձրացրեց իր սքեմը եւ բոլորը տեսան նրա սիրտը ուռած բարձրացած ինչպես հացի նկանակ ապա 2 ժամ հետո երանելու բերանից արյուն ժայթքեց Սուրբը կանգնեց աղոթքի եւ նա ներում էր հայցում իր թշնամիների համար ապա ավանդեց հոգին ի Քրիստոս Ինքը Պապ Թագավորը թաղեց Սրբի մարմինը ձևանալով թե իբր ինքը մասնակից չէ այդ սպանությանը Շողիթայի եւ Եփիփան ճգնավորները տեսնում են Սուրբ Ներսեսի հոգին հրեշտակների եւ հրեշտակների հետ երկինք բարձրանալիս Պապը Հուսի կանոնով մեկին նշանակում է երանելի Ներսես մեծի տեղը Մեծ Ներսեսի սպանության լուրը լսելով Կեսարիայի աթոռը լսվում է մեծ հասումով ապա հրավիրում է սինոդ որը որոշում է ընդունում մերժել Հուսիկին որպես հայոց կաթողիկոս եւ չհաստատել նրան գրում են նաեւ Պապին հիշեցնելով դրա այդ մասին սինոդի որոշման մասին անիծելով եւ առաքելական շնորհքից զուրկ հայտարարելով հայոց աթոռը եւ նրա դրածոյին եւ առայն որ այս Հուսիկը չի կարող պատարակ մատուցել եւ սուրբ հաղորդությունը նրա իրական չի լինելու եւ այսպեսով նրան Հայաստանին զրկեցին եպիսկոպոսական աթոռից Չհնազանդելով սինոդին դրածո Հուսիկը պատարակ էր մատուցում եւ ծառայում էր Պապին պղծություններին ստրուկի նման Իսկ Պապ Թագավորը չբավարարվելով Սրբին սպանելուց շարունակում էր ավիրվածությունները, նա քանդեց բոլոր աղքատանոցները, խլեց այրիների եւ որբերի տները, դուրս վռնդեց ճգնավոր կույսերին կուսանոցներից եւ հրամայեց այս բանական սրբուհիներին բռնաբարել։ Քանդեց երանելի Ներսեսի կառուցած հիվանդանոցները Եվ նրա բոլոր պատվիրանները, երբ որ նա ասում էր մեկ կին պետք է ունենալ, նա հրամայեց ընտանիքների տղամարդկանց դուրս վռնդել իրենց օրինական կանանց եւ ապրել այլասերված կենցաղով։ Որից հետո Պապ Թագավորը վախեցավ բյուզանդական կայսեր վրեժխնդրությունից, քանի որ Ներսես մեծը ուրեմն հաղորդակցության հետ էր Բյուզանդիոնի աթոռի հետ։ Եվ ապա նա պատվիրակ